արտահայտած տեսակետները ես փորձեմ որոշ արձանագրումներ անել։ Ուրեմն ինչ վերաբերում է անվտանգությանը, բնականաբար մեր պետության ու մեր ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավորը դա բանակն է։ Եվ որպեսզի ապահովի մեր ժողովրդի անվտանգությունը, մենք պետք է ունենանք ուժեղ եւ հզոր ու լավ սպառազինված բանակ։ Արձանագրեմ, որ 44-օրյա պատերազմում մենք ծանր պարտություն կրեցինք, որովհետև հայկական զինված ուժերի գլխավոր հրամանատար էր հանդիսանում Նիկոլ Փաշինյանը, ով չի ծառայել բանակում եւ ոչինչ չի հասկանում ոչ բանակից, ոչ էլ պատերազմից։ Սա մեկ։ Երկրորդը, ովքեր են մեր թշնամիները, մեր պետությանը սպառնացողները, Ադրբեջանը եւ Թուրքիան, ունենալով հզոր դաշնակիցներ։ Ադրբեջանը ցանկություն ունի, Թուրքիան միասին ցանկություն ունեն, ուրեմն վերցնելու Սյունիքի միջանցքը, մեր վրայով անցնեն, Իրանի հյուսիս-արևմտյան ատրպատական նահանգում ապրում են մոտ 13-ից 15 միլիոն ադրբեջանցիներ։ Դա անջատեն Իրանից, գնան Միջին Ասիա, Թուրքմենստան, Ղրղզստան, Ղազախստան, Ուզբեկստան, թուրքալեզու ժողովուրդներ են, Չինաստանի հյուսիս-արևմուտքում մի 40 միլիոն ույգուրներ, թուրքալեզու ժողովուրդներ, Ռուսաստանում թաթարներ, բաշկիրներ, չուվաշներ, խակասներ եւ այլն մեծ Թուրանի գաղափարով են առաջնորդվում։ Եվ մենք կանգնած ենք նրանց կոկորդին։ Դրա համար նրանք դարեր շարունակ փորձել են հայ ժողովրդին վերացնել, իրականացրել են ցեղասպանություն, բայց չի հաջողվել։ Հայ ժողովուրդը կարողացել է լինելով փոքրաթիվ բազմաթիվ հաղթանակներ տանել տարբեր քոշոր ցեղերի հետ պատերազմներում, արաբական արշավանքների դեմ, մոնղոլ թաթարական արշավանքների դեմ, սելջուկ թուրքերի արշավանքների դեմ եւ այլն, եւ պահպանել իր ինքնությունը, իր մշակույթը, իր լեզուն, իր առաքելական, հայ առաքելական եկեղեցին, մեր սովորույթները, մեր գործելակերպն ու մեր ապրելակերպը։ Ուրեմն 44-օրյա պատերազմ նորից եմ կրկնում, մենք ծանր պարտություն կրեցինք, բայց ասված խոսք է, որևէ պարտություն վերջնական չէ։ Ուրեմն որևէ հաղթանակ ներողություն եմ խնդրում վերջնական չէ, պարտությունն էլ վախճանը չէ, կարևորը չհուսահատվելն ու չհանձնվելն է։ Մենք չենք հուսահատվելու եւ չենք հանձնվելու Ալիևի պահանջներին։ Ինչպես նկատեց մեր գործընկեր Տիկին Ռուզաննան, այո, Նիկոլը կազմաքանդել է հայոց բանակը, վաստակաշատ զինվորականների վրա հանձնարարել է, հարուցել շինծու քրեական գործեր եւ տանել նրանց կալանավորել։ Կարևորագույն ռազմական պաշտոններում նշանակել է մարդկանց, որոնք ոչինչ չեն հասկանում ոչ բանակից, ոչ էլ բանակում ծառայել են։ Գրասենյակային աշխատողներին նշանակել է շատ կարևոր պատասխանատու պաշտոնների։ Դրա համար մենք ուրեմն այդ պատերազմում ծանր պարտություն կրեցինք, որովհետև մեր դիվանագիտությունը չէր աշխատել։ Նիկոլի ապաշնոր գործող ապազգային թուրքամետ իշխանության ապաշնոր քաղաքականության հետևանքով մենք մենակ էինք այդ պատերազմում։ Իսկ Ադրբեջանը ուներ հզոր դաշնակիցներ, իրենց ցեղակիցներ Թուրքիան, որի սպայական ՆԱՏՕ-ի դասընթացներով անցած սպայական կազմը ղեկավարում էր այդ պատերազմը եւ մատակարարում էր Ադրբեջանին ռազմական տեխնիկա, անօթաչուներ հատկապես, այդ թվում նաեւ Իսրայելը, որը Ադրբեջանին օգնում էր իր հետախուզական ռազմական տեխնիկայով, եւ Պակիստանը, որը օգնում էր նաեւ Ադրբեջանին էլի ռազմական տեխնիկայով, իսկ մենք մենակ էինք, որովհետեւ կրկնում եմ, մեր դիվանագիտությունը ապաշնոր էր, ցանկ օգտագործել մեր նորմալ հարաբերությունները մեր արտաքին պոտենցիալ ուրեմն ռազմաքաղաքական գործընկերների հետ, այն պետությունների հետ, որոնք ունեն լարված հարաբերություններ Թուրքիայի եւ թուրքական աշխարհի հետ։ Դա Հնդկաստանն է, դա որը լարված հարաբերություններ ունի Պակիստանի հետ, Իսրայելն է, որը ուրեմն լարված հարաբերություններ ունի Իրանի հետ, իսկ Իրանի արտաքին քաղաքական շահերը մեր հետ համընկնում են եւ պետք է մենք սերտ հարաբերությունները հաստատենք ու խորացնենք Իրանի հետ։ Ուրեմն դա նաեւ Հունաստանն է, որը լարված հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, Կիպրոսի հարցով եւ այլն։ Ուրեմն արձանագրենք, որ գործող իշխանության ապաշնոր դիվանագիտության եւ ոչ ճիշտ քաղաքականության հետևանքով մենք կրկնում եմ մենակ մնացինք այդ պատերազմում։ Ու Նիկոլ Փաշինյանը ցավոք սրտի, ուրեմն ես արձանագրում եմ
հոկտեմբերի 9-նոյեմբերի 9-ին ինքը Երևանում նստած հերավար ստորագրեց ուրեմն բանը այդ հրադադարի համաձայնագիրը եւ Թշնամուն հանձնեց ոչ միայն այն տարածքները, որ նրանք զավթել էին, այլ ամբողջ Խարվաճարի շրջանն ու Բերձորի շրջանը ավելի քան 3000 քառակուսի կիլոմետր տարածք հենց այնպես թղթի վրա ստորագրեց եւ հանձնեց Թուրքին, այդ տարածքները մեր ուրեմն զինվորներն ու ազատամարտիկները պահել էին ավելի քան 3000 քառակուսի կիլոմետր տարածք։ Աշխարհում ընդունված նորմ է։ Զորքերը կանգնում են այնտեղ, եթե կնքվում է զինադադարի պայմանագիր, որտեղ տվյալ պահին կային։ Բայց կրկնում եմ, ուրեմն մենք պահել ենք Բերձորի շրջանը, Խարվաճարի շրջանը, Նիկոլը հենց այնպես թղթի վրա ստորագրեց ու հանձնեց այդ տարածքները։ Ուրեմն արձանագրեմ եւս մեկ ուրիշ փաստ։ Նիկոլը Հայաստանը դարձրել է ոստիկանապետություն։ Ոստիկանների քանակն ավելացրել է, բարձրաստիճան ոստիկանների աշխատավարձերը բարձրացրել է, ուրեմն որպեսզի ծառայեն իրեն։ Նիկոլի գլխավոր հենարանը այսօրվա իշխանության ոստիկանությունն է եւ ցավոք սրտի որոշ չափով նաեւ ազգային անվտանգության ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը դուրս է գալիս իր պետական լիազորություններից, իր ֆունկցիաներից։ Նիկոլի հանձնարարականով ուրեմն տարբեր ռազմական գործիչների, հայրենասեր մարդկանց վրա, իրենց ընդդիմադիր գործիչների վրա հարուցում են շինչ ու քրեական գործեր եւ տանում կալանավորում են։ Ես կարող եմ օրինակ բերել Խաչատուրովը ՀԱՊԿ-ի նախագահն էր, Յուրի Խաչատուրովը։ Նիկոլը հանձնարարեց Խաչատուրովի վրա ուրեմն քրեական գործ հարուցեր, տանել նրան կալանավորել, Խաչատուրովին ժամկետից շուտ ազատեցին ՀԱՊԿ-ի նախագահի ուրեմն կարգավիճակից պաշտոնից, ՀԱՊԿ-ի նախագահ դարձավ Բելարուսի ներկայացուցիչ ԶԱՍ-ը, որը ուրեմն իսկ Լուկաշենկոն Ալիևի դաշնակիցն է։ Նրանք ունեն փոխադարձ ինչ որ բիզնես շահեր եւ այլ կարգի ուրեմն փոխադարձ շահեր։ Ոստիկանապետությունից մենք պետք է Հայաստանը դարձնենք ռազմականացված պետության։ Մենք պետք է ապրենք ազգ-բանակ կարգավիճակով։ Ես նման հայտարարություններ, երբ որ արել եմ տարբեր ուրեմն լրատվամիջոցներով, Նիկոլը հայտարարել է. ազգ-բանակ նշանակում է ազգ-նահատակ։ Նահատակը թող ինքը լինի։ Մենք այո պետք է ապրենք ազգ-բանակ կարգավիճակով։ Մենք փոքր երկիր ենք, քիչ ենք բնակչության թվականակով եւ ունենք երկու հզոր թշնամիներ Ադրբեջան եւ Թուրքիա։ Դրա համար մենք պետք է ունենանք լավ սպառազինված ավելի քան 100,000-անոց ուրեմն լավ սպառազինված բանակ։ Եվ հաջորդը օրենսդրական փոփոխություններով պետք է հնարավորություն տալ նաև աղջիկներին եւ կանանց եւս ծառայել բանակում, բայց կամավորական հիմունքներով եւ որոշակի վարձատրությամբ։ Կան տարբեր ծառայություններ, որոնք կանայք շատ լավ կարող են կատարել։ Բուժքուրներ, սանիտարներ, բժշկուհիներ, դիպուկահարներ եւ այլն եւ այլն։ Ինչպես Իսրայելի բանակում է, կանայք եւս ծառայում են Իսրայելի բանակում։ Ուրեմն վերջերս արձանագրում եմ եւս մեկ փաստ։ Գործող ապազգային թուրքամետ իշխանությունը հանդես է եկել առաջարկությամբ, որպեսզի ուրեմն որոշակի գումար մուծելով պետական բյուջե երիտասարդները ազատվեն բանակում զինծառայությունից։ Այսինքն բանակը դարձնում են աղքատների, ոնց որ ասած, տարածք, ովքեր հնարավորություն են ֆինանսական միջոցներ ունեն, կարող են որոշակի գումար մուծել եւ չծառայել բանակում։ Սա մեկ, երկրորդը, բանակում զինվորների թվականակը, զինծառայողների թվականակը ապահովելու համար որոշել են ուրեմն զինծառայությունը, ժամկետը զինծառայության 27 տարեկանից տանել դարձնել 32 տարեկան։ 32 տարեկան տղամարդիկ մեծ մասը արդեն ամուսնացած են եւ ունեն զավակներ։ Եթե նրանց զորակոչում են 2 տարով բանակ, 18 տարեկան երիտասարդների եւ 32 տարեկան ընտանիք ունեցող ուրեմն տղամարդկանց հետ, ինչպես են նրանք համակերպվելու միասին բանակում ծառայության։ Սա մեկ եւ երկրորդը, եթե այդ մարդուն, որը ունի երեխաներ, ընտանիք, տանում են բանակ ծառայության, ոնց է ապրելու նրա ընտանիքը։ Ուրեմն այս կարգի ապուշ ուրեմն առաջարկություններ են անում, որոնք համոզված են, որ գործող թեկուզ Նիկոլ Փաշինյանական ուրեմն իշխանությունը ունի բացահայտ մեծամասնություն ազգային ժողովում, բայց ժողովուրդը ոտքի կանգնի եւ պահանջի, որպեսզի նման ուրեմն օրինակներ, նման օրինագծեր չընդունվեն մեր ուրեմն ժողովրդի, մեր պետության համար։ Եվ ելքերը մեր ժողովրդի եւ մեր պետության արժեվ ծառացած խնդիրները լուծելու համար հարկավոր է օր առաջ ազատվել այս
ապազգային թրքամետ իշխանությունից։ Իսկ այս ապազգային թրքամետ իշխանությունից ազատվելու համար հարկավոր է համախմբել մեր առողջ ազգային քաղաքական հասարակական ուժերին, կառույցներին, այդպիսի մի առաջարկով մենք հանդես ենք եկել եւ մարտի 2-ին ձևավորել ենք համահայկական ազգային միասնության խորհուրդ միավորումը որպես այլընտրանք գործող ապազգային թուրքամետ իշխանությանը։ Բնականաբար մեր ժողովրդին կներկայացվի նաեւ պետության զարգացման բոլոր ոլորտների վերաբերյալ համաձայնեցված քաղաքական ծրագիր եւ Հայաստանի մարզերում, Երևան քաղաքում ու բոլոր մեր համայնքներում այս կազմակերպության մասնաճյուղերը բացելուց հետո մենք կոչ ենք անելու մեր ժողովրդին ոտքի կանգնել եւ աննազանդություն հայտարարել գործող ապազգային թուրքամետ իշխանությանը։ Պետք է պարտադրել Նիկոլ Փաշինյանին եւ այս կառավարության հեռացումը ու գործող ազգային ժողովի լուծարումը։ Կարճ ժամկետի համար ձևավորել ժամանակավոր անցումային կառավարություն, որը կիրականացնի մեր ժողովրդի նպատակներն հետապնդող, մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն, որի գլխավոր ուրեմն կետը այդ քաղաքականության բանակի հզորացումն է։ Նիկոլ Փաշինյանական վարչախումբը խափում է մեր ժողովրդին, իբրև թե իրեն ձգտում են խաղաղության։ Ասված խոսք է, խաղաղություն ես ուզում, պատրաստիր պատերազմի, խաղաղությունը մուրալով չեն ստանում։ Ինչքան, ասենք, Ալիևը Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում, Նիկոլի Պոչը Ալիևի ոտքի տակ է։ Սրանք փորձում են կատարել Ալիևի պահանջները։ Անհասկանալի ձևով ենթարկվում են Ալիևի պահանջներին։ Ես օրինակներ կարող եմ բերել, ուրեմն Սմբատը ասաց, որ ուրեմն թուրքը գալիս է ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ, au, այսպես գործ գարիների նշան է ցույց տալիս ու au, բանի գալի նման ոռնում է։ Ու սա ցույց են տալիս, նկարը անում են։ Հաջորդ դեպքը որևէ մի ադրբեջանցի, չգիտեմ Իրանի ադրբեջանցի, թե Ադրբեջանի ադրբեջանցի, ուրեմն ներողություն, ադրբեջանցիները Հանրապետության հրապարակում երգում են այ Ղարաբաղ, Ջան Ղարաբաղ թուրքերեն, տարածողը Արցախցի մեր հայրենակիցը, ով այդ տեսանյութը, այդ իրադրություն նկարում եւ տեսանկարում եւ տարածում են, նրա վրա հարուցում են քրեական գործ, ես փորձել էին կալանավորել այդ մարդուն, փոխանակ այդ թուրքերին հավաքեին եւ տանեին կալանավորեին։ Դրանից զատ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ ուրեմն 10 թուրք լրատվամիջոցների հրավիրեց, ներկայացուցիչների հրավիրեց Հայաստան եւ հարցազրույց տվեց նրանց, փորձելով հաջողանալ Էրդողանին, ակնկալելով ապագա ուրեմն խորհրդարանական ընտրություններում Թուրքիայից ստանալ քաղաքական եւ ֆինանսական աջակցություն։ Այս բոլորը ուրեմն փաստեր են եւ այս իրականությունից, իրողությունից դուրս գալու համար կրկնում եմ, որպես միջոց պետք է հեռացնել գործող ապազգային իշխանությանը։ Իշխանափոխությունը մենք դիտարկում ենք ընդամենը միջոց մեր պետության ու մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Իսկ նպատակը հայոց բանակը հզորացնելն է եւ ժամանակի ընթացքում ազատագրել Արցախն ու մեր հայրենիքի բռնազավթված մյուս տարածքները։ Եվ ամփոփելով խոսքս արձանագրում եմ, որ յուրաքանչյուր ժողովրդի մոտ լինում են անկման ուրեմն ժամանակահատվածներ եւ վերելքի ժամանակաշրջաններ։ Նիկոլ Փաշինյանական իշխանության ժամանակահատվածը մեր ժողովրդի համար անկման ժամանակաշրջան էր։ Այս իշխանության գործունեության արդյունքում մենք կորցրել ենք Արցախը եւ Հայաստանի տարածքից ավելի քան 60 քառակուսի կիլոմետր տարածք ռազմավարական նշանակության դիրքեր ու բարձունքներ, որտեղ թուրքերն եկեն նստել են։ Գալու է վերելքի ժամանակաշրջանը։ Համախմբվելու է մեր ժողովուրդը, ես կոչ եմ անում, նորից եմ կրկնում, չհուսահատվել, համախմբվել, հեռացնել գործող ապազգային իշխանությանը, հզորացնել մեր բանակը եւ ազատագրել Արցախն ու մեր հայրենիքի բռնազավթված մյուս տարածքները։